Այս գեղեցիկ արահետով շարունակում ենք մեր ճամփորդությունը դեպի Տաթև Իվանական համալիր, որին պիտի հասնենք Տաթևեր ճոպանուղով։ Գիտեք, վերջին տարիներին միշտ մտածել եմ, որ երբեք չեմ նստի ճոպանուղի, քանի որ սկսել եմ վախենալ բարձրությունից, չնայած որ երկար տարիներ ապրել եմ 4-րդ հարկում, բայց ինչպես ասում են, երբեք մի ասա երբեք։ Ինչքան մոտեցանք, այնքան վախերս նահանջեցին, քանի որ հայտնվեցինք, ասես, երկնքի ու երկրի միջև հավասար հեռավորությամբ։ Ne şarkı ne hiçbir skırtago. Vay Iisus Hristos. Se despre părtinii ce vasti. Ես կգազեմ այդ ջերմակի դգրեսնաս անա գիչանագի։ Okay, լավ հիմա գնանք։ Okay, հիմա գնանք։ Վայ ես բիդին աչո բիթեքվի, okay, լավ։ Վայ Iisus Hristos։ Չինայում ավելի լավ է, նստիմ կեդինը կուլուխս վար։ Welcome on board the Wings of Tatev, recorded in the Guinness Book of Records as the longest reversible tramway in the world. Ուտախցի ընթացքի ձախ կողմում լեռան լանջին ծվարել է հին հալիձորը։ Միջնադարյան լքված գյուղատեղի, որը 9 դար շարունակ պատկանել է Տաթևի մենաստանին։ Ուշադիր դիտելիս կարելի է նշմարել Սուրբ Պողոս և Պետրոս առաքյալների մարտուրը և Սուրբ Մետրիչկետանում է ավարտին։ Ձախից արդեն երևում է Տաթևի վանքի Սուրբ Պողոս Պետրոս տաճարի գմբեթը։ Շնորհակալություն Տաթևի Թևեր ճոպանուղու ծառայությունից օգտվելու համար։ Հիշեցենք, որ տոմսավաճառքի ամբողջ շահույթն ուղղվում է Տաթևի Իվանական համալիրի վերածննդին։ Наш полет подходит к концу. Слева уже виден купол кафедрального собора Татевского монастыря. Благодарим вас за то, что воспользовались услугой. Այս կյանքում մենք շատ վախեր ունենք, բայց Տաթևերում ես հասկացա, որ դրանցից ոչ մեկն անհաղթահարելի չէ։ Իսկ դուք ինչ եք մտածում, գրեք մեկնաբանություններում։